Գալա հեռուստաընկերության եթերում իմ իրավունքը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որ մենք ներկայացնում ենք մայրաքաղաքից բարև ձեզ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին։ Պարոն Սաքուն, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Հաղորդման առաջին հատվածում առաջարկում եմ անդրադառնալ իրավապահ համակարգ եւ քաղաքացի հարաբերություններին։ Մի առիթով անդրադառնալով ոստիկանությունում այս կամ այն գործի բերումով հայտնված քաղաքացիներին, դուք նշել եք, որ եթե խոսքը ցուցմուկ տալու գործընթացի մասին է, ապա 10 դեպքից գոնե 5-ը ուղեկցվում է բռնությամբ, ծեծի, հոգեբանական ճնշման մեթոդի կիրառմամբ։ Ինչ ունենք մենք այս համակարգում։ Շնորհակալություն հրավերքի համար Գալա հեռուստաընկերությանը եւ իրապես շատ արձիական եւ ակտուալ թեմա ենք մենք շոշափում, խոսքը վերաբերում է ոստիկանություն քաղաքացի հարաբերությունների շրջանակում դրսևորումներից մեկին, այն է ինչպես են վերաբերում ոստիկանության բաժանմունքներում քաղաքացիներին։ Իհարկե պետք է նաեւ ուզած թե չուզած անդրադառնանք, թե ընդհանրապես ինչպես են հայտնում քաղաքացիները ոստիկանության բաժանմունքում եւ մեր պրակտիկան նկատի ունեմ քաղաքացիների մեծ դիմաց քաղաքացիների խնդիրների ուսումնասիրությունը, նաեւ նրանց կողմից բարձրացված ահազանգերը, հատկապես քրեակատորական հիմնարկներում արդեն կալանքի տակ գտնվող քաղաքացիների պատմությունները ոստիկանության բաժիններում հայտնվելու հետ կապված արդեն իսկ մտահոգիչ են, որ կարող է քաղաքացին այնտեղ հայտնվել եւ յուրաքանչյուրը կարող է այնտեղ հայտնվել իր կամքից անկախ, այսինքն ոչ թե ընդ որում դա կարող է ոչ միայն որպես կասկածյալ կամ մեղադրյալ կամ հանցագործության վայրում, հա, բերման ենթարկվածը, որը բնական է, պետք է անպայման, ուրեմն եթե բռնում են կամ արձանագրում, նա պետք է նրա հետ որոշակի քննչական գործողություններ կատարեն, այլ նաև նույնիսկ դժողները կարող են հայտնվել ոստիկանության բաժնում, որ իրենց կամքից հակառակ կարող են նաև վկանները ոստիկանության բաժնում ուրեմն հայտնվել վերստին իրենց կամքի հակառակ այն դեպքում երբ որ քաղաքացուն ոստիկանության բաժին կամ իրավապահ ցանկացած մարմին կարող է հրավիրել համապատասխան ծանոթագրի հիման վրա եւ ընդ որում հիմնավորելով թե ինչ գործով, ինչ կարգավիճակով եւ ինչու համար է նա կանչվում ոստիկանություն կամ քննչական բաժին եւ մեր պրակտիկան ցույց է տալիս որ ցավոք սրտի հանցագործության բացահայտման այդ մոլուցքը ասեմ թե ձգտում ասում ամեն գնով այդ ձգտումը ցավոք սրտի դրսևորվում է խախտումներով, այսինքն քաղաքացում կարող են առանց ծանոթագրի բերման ենթարկել գիշերը ցանկացած ժամանակ եւ հենց արդեն իսկ այդ մոտեցումը արդեն ունի ճնշելու, խեղճացնելու ենթարկացնելու այդ միտումը ոչ թե օրինականության սահմաններում գտնվելով հա կատարել գործողություններ եւ մեր վերջի ուրեմն առնվազն 1.5 տարվա համակարգված հա հետեւողական ուրեմն դիտարկումները հիմք են տալիս ասելու որ ոստիկանության բաժիններում ուրեմն ցուցմունքների կորզման բառը հենց այդպես են օգտագործում կորզման ապացույցների հավաքման, հա, այդ բոլոր մեթոդները կիրառվում են ապօրինի ձևով, այսինքն ճնշումների ուղեկցությամբ, ֆիզիկական բռնությունների ուղեկցությամբ, մարդուն հարկադրելով նույնիսկ սուտ ցուցմունքներ տալու իր դեմ կամ նույնիսկ հանցագործության վերաբերյալ ակնհայտ այնպիսի ցուցմունքներ, որը նախորդ մշակված ծրագրի շրջանակներում, այսինքն իրենք փաստորեն արդեն որոշում են թե ով է ուրեմն հանցագործության մեջ մեղավորը կամ ում պետք է մեղադրանք առաջադրվի եւ ամբողջ հետագա գործողությունները ուղեկցվում են կամ իրականացվում են հենց այդ կոնցեպտի արդեն իսկ սկզբանե որոշված այդ կոնցեպտի հիմնավորման տեսակետից եւ ամենավերջի դեպքը դա իհարկե Նարեկ Ափինյանի դեպքն էր Լոռու մարզում, երբ որ երիտասարդին ուղղակի իր աշխատավայրից, ուրեմն գիշերային ակումբը, որտեղ նա նույնիսկ ուսուցման նպատակով էր, հա, փորձառություններ ձեռք բերում, գիշերը ժամը 11:30-ից 12-ին բերման են ենթարկում ոստիկանությունը վկայություն տալու համար։
Գիշերը փորձարարական քննչական գործողություններ են իրականացնում, քննիչն է այդպես ուրեմն նույնիսկ գրում, որ բացատրությունում, հա, որ ժամը 1:30-ից մինչև 2:30 գիշերը, ուրեմն անցակա։ Այն դեպքում, երբ որ պետք է ինքը հիմնավորի, թե ինչով էր պայմանավորված այդ գիշերային ժամերին հարցաքննությունը վկայի հանցագործության մասին, որը իր բովանդակությամբ ծեծկրտուկ ա եղել կամ վիճաբանություն ա եղել երկու քաղաքացիների միջև, որը կատարվել է այդ Նարեկ Ափինյանին ոստիկանության բաժին բերման ենթարկվեց 1 ամիս առաջ։ Այսինքն նույնիսկ օպերատիվության տեսակետից վերստին որևէ հիմնավորում չկա։ Այսինքն մենք ունենք մեր հետևյալ իրավիճակը, որ ոստիկանության կողմից ապօրինությունների քանակը, բռնությունների, հոգեբանական ճնշումների, նվաստացնելու արժանապատվություն նվաստացնելու դեպքերով պատշաճ քննություն, օբյեկտիվ բազմակողմանի քննության պրակտիկա չունենք։ Ավելին դատարաններում նույնիսկ չէ հաջողվում ակնհայտ օբյեկտիվ հիմքերի արկայության դեպքում բողոքարկել եւ դատարանից ստանալ այն արդարադատություն, որ նպատակը պետք է լինի քաղաքացու խախտված իրավունքի վերականգնումը։ Եվ դա հանգեցնում է նրան, որ քաղաքացիները, որոնք բռնության են ենթարկվում, նրանք նույնիսկ մտքով չի անցնում այդ բռնությունների վերաբերյալ բողոքել։ Արդեն որտեղ գտնում են, որ անիմաստ է բողոքել մի բանի դեմ, եւ որտեղ արդյունքի չես հասնում։ Հետաքրքիրն ինչն է, որ վերջի անգամ Հայաստանի ոստիկանապետը երբ հայտարարում է ծեծ ու ջարդը պետքա վերանա, այսինքն ինքը դրանով արձանագրում է, որ ծեծ ու ջարդը կա։ Բայց միաժամանակ այն վիճակագրությունը, որը պետքա պարտավոր ներկայացնել, թե իսկ ինչ ա արվել այդ ծեծ ու ջարդը վերացնելու ուղղությամբ, քանի ոստիկանության աշխատակիցի նկատմամբ են մեղադրանք առաջադրվել բռնությունների փաստով։ Չունենք ցավոք սրտի նման վիճակագրություն, ես կարող եմ ավելի շատ վիճակագրություն ներկայացնել մեր ունեցած տվյալները, որ քանի դեպքերից քանիսն է, որ ենթանենք հաջողվել է քրեական պատասխանատվության հասնել, հա, հասնել այդ արդյունքին։ Ես լավ հասկանում եմ, թե ինչն է եւ դա հիմնավորումը կայանում է նրանում նման վիճակի, որ ոստիկանության կառույցները քաղաքական իշխանությունը մշտապես օգտագործում է որպես քաղաքական մահակ, ըստ քաղաքական գործիք, քաղաքական ընդդիմադիրներին, այսպես կոչված խելոքացնելու կամ նրանց հետապնդումների ենթարկելու նպատակով եւ այդ գործիքը ինքը ամեն ձեւով անձեռնմխելի է պահում։ Այսինքն ոչ թե իր կարևոր խնդիրը իշխանության քաղաքացու անձեռնմխելիության ապահովումն է, այլ այդ քաղաքացու անձեռնմխելիությունը խոչընդոտող կամ ոտնահարող այդ գործիքի անձեռնմխելիության պահպանությունն է։ Դուք խոսեցիք ապօրինի ոստիկանություն կանչելու գործընթացի մասին, ոչ պատշաճ կարգը պահպանելու մասին օրինական, ինչն է խնդիրը։ Մեր քաղաքացիները բավարար տեղեկացված չեն իրենց իրավունքներից, ոստիկանությունը հնարավորություն չի տալիս օգտվել դրանցից, թե պարզապես քաղաքացիների մոտ հավատ չկա, որ արդարադատություն կլինի, եթե դիմեն։ Ես չի ասի, որ քաղաքացիները մեր մոտ քաղաքացիները պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքներից, որովհետև հատուկ կրթություն իրավաբանական պետք չի այն բանը հասկանալու համար, որ ոստիկանության աշխատակցի կողմից բռնության ենթարկելը կամ առանց բացատրելու ոստիկանության բաժին տանելը ինքը անօրինական է, ինքը քաղաքացին լավ գիտակցում է։ Եվ քաղաքացին նույնիսկ այդ ես իմ նշած ազգինաթարմ օրինակը Նարեկ Ափինյանինը ինքը պահանջել է, ասել է ես հեռախոսի զանգի իրավունք ունեմ եւ տեսել է, որ իրապես վերաբերմունք կան մարդկան եւ ուսումա փաստաբանի, որտեղ վկանել իրավունք ունի պաշտպան ունենալու, հա, փաստաբան ունենալու։ Նրան ուղղակի չեն տրամադրել։ Ասեն հանգիստ տեղը նստի, ոչ կզանգես, ոչ էլ փաստաբան, շատ ես խոսում։ Այսինքն այստեղ քաղաքացիների իրավական գիտակցության խնդիրը չի, այլ իրավական մեխանիզմների կամ իրավական նորմերի նկատմամբ քաղաքացիների անվստահության մասին, այսինքն որ եթե ինքը այդ պահանջները դնի օրինական, այդ օրինական պահանջները չեն բավարարվի եւ ավելին կարող է իր օրինական պահանջները ներկայացնելու դեպքում ավելի հետապնդման ենթարկվի, այսինքն դու ով ես, որ ընդհանրապես ուրեմն բողոքում ես։ Եվ դուրս է գալիս, որ ոստիկանությունը ինքը հանդիսանում է, ասենք ասենք, հանցավոր մտածողության ձևավորմանը իր գործողությամբ, երբ որ մարդուն հարկադրում է ոչ ֆորմալ, ասենք, նորմերով, հա, մտածի եւ գործի, այսինքն գործարքների գնալու ճանապարհով։ Սա քաղաքական իշխանության քաղաքական կամքի խնդիր է, այսինքն կա քաղաքական կամք իրավիճակը փոխելու։ Մենք առայժմ արձանագրում ենք, որ այդ քաղաքական կամքը չկա, բայց մշտապես նշում ենք, որ
քաղաքական կամքի բացակայության դեպքում շատ կարևոր է քաղաքացիական կամքի կամ հասարակական կամքի դրսևորումը, որը կարող է այդ բացը լրացնելու, հա, փորձ արվի եւ գործունեություն լինի։ Հիշեցնեմ նաեւ հետարքիր մի ամբողջ ուրեմն գյուղ դեպքեր է, վերջի Հարթագյուղ գյուղը Լոռու մարզի։ Ուրեմն արդեն իսկ ոստիկանության աշխատակիցները կալանավորում են քաղաքացու, որը այդ նույն գյուղի ինչ-որ մի հատվածում վիճաբանություն է ունեցել, սկզբից մտածել նույնիսկ հրազենի օգտագործմամբ է եղել, հետո հերքվում է, որ հրազենի օգտագործում ուրեմն չի եղել, այսինքն հերքում են, որ այսինքն նման բան չի եղել։ Բայց հիմա մարդուն կալանքի տակ են բարել, հա, հիմա պետք է ապացույցներ հավաքել, որ իրապես այդ վիճաբանություն եղել է։ Ամբողջ գյուղի, հատկապես կենտրոնական մասի բնակչությանը ես դա անվանում եմ տերոր, երբ որ գյուղացիները մեզ պատմում են, թե ինչպես են վերաբերվել իրենց, երբ որ պահանջում են գյուղապետ տարան տանել եւ այնտեղ բացատրություններ վերցնել, սպառնալիքներ տեղալ։ Գյուղացիները մեզ պատմում են, որ երբ որ ոստիկանության աշխատակիցները կամ քննիչները գալիս են գյուղ, ապա բոլորը մտնում են տները, դռները փակում, որ ոչ մեկը իրենց չտեսնի։ Այսինքն այդ ահաբեկության այդ մթնոլորտը դա ինքը արդյոք կարա նպաստի կամ կարող է նպաստել այն բանին, որ քաղաքացու մոտ վստահություն լինի ոստիկանության աշխատակցի նկատմամբ, ավելին որպես ինքը շահագրգռված լինի հանցագործությունը բացահայտելու։ Քաղաքացին, երբ որ վերջին ճարահատյալ միջոցի դիմում է մեզ եւ ասում է, որ իր նկատմամբ բռնություն է եղել, որը մենք իրավական ընթացք ենք տալիս, հաղորդում պատրաստելով, ապացույցներ ձեռք բերելու, դրանից հետո քաղաքացուն սկսում են համոզել, սպառնալ, որ ինքը բողոքից հրաժարվի։ Եվ ավելին նույնիսկ հարկադրում են, որպես նա ցույցմունք տավ, թե իբր մենք ենք իրեն ստիպել, որպեսզի բողոք գրի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Այսինքն այստեղ դուրս է գալիս, որ բռնությունների հովանավորողը հանդիսանում է հենց ոստիկանության համակարգը։ Դիցուկ տվյալ քաղաքացու մեղքը որևէ հանցագործությանը հաստատվել է, նրա մասնակցությունը ապացուցվել է, ինչ է սպասվում այդ քաղաքացուն կալանավայրում։ Վերջին տարիներին բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ դիտարկումներ էին անցկացրել եւ մեր կալանավայրերի իրավիճակը, այնտեղ տիրող վիճակը, թե գերբեռնվածության տեսանկյունից, թե տարրական իրավունքների ոտնահարման տեսանկյունից անմխիթար էին բնորոշել։ Դուք ինչ կարող եք արձանագրել։ Միանշանակ է, որ քրեակատողական համակարգում ուրեմն գերբեռնվածությունը, հատկապես նուբարաշեն քրեակատողական հիմնարկում, ինքը հենց հանդիսանում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։ Այսինքն ոնց կարող է ընդհանենք 8 հոգյանոց խցում, ընդհանենք 13, 14, մինչև 20, ասենք թե դատապարտյալ կամ կալանավոր գտնվի։ Բնականաբար դա արդեն ինքնին անմարդկային վերաբերմունք է։ Եվ գերբեռնվածության հետ կապված նաև ռիսկերը, թե կոռուպցիոն ռիսկերը, թե միջանձնային հարաբերությունները, թե վարչակազմի կողմից ուրեմն վերաբերմունքի հարցերը, դրանք արդեն դառնում են վտանգվում են։ Ինչի համար, որովհետև աշխատակազմի քանակը քիչ է, հսկման ենթակա կամ պատիժը կերող անձնավորությունների կամ կալանքի տեղ գտնվողների թիվը շատ է եւ բնականաբար նույն թվով ընդհանրենք պետք է նրանք սպասարկեն կամ ապահովեն իրականացնեն ծառայությունը 100 կալանավորի համար, հիմա ստիպված են ընդհանրենք 150 կալանավորի համար։ Բնականաբար ռեսուրսների անբարոյացությունը ինչին է հանգեցնելու է, որ ինքը ավելի շատ հակված է ուժ գործադրի, ենթարկացնելու, մարդկանց ստիպելու հարմարվել այդ պայմաններին։ Սա արդեն անմարդկային վերաբերմունքի տրամաբանական հաջորդ շղթան է։ Չեմ խոսում սննդի հետ կապված հարցերին, տեսակցության հետ կապված հարցերին, որոնք կարող էականորեն խաթարվում են, որտեղ հիմնարկը նախատեսված է 100 հոգու համար, իսկ հիմնարկը ստիպված է 150 հոգու խնդիրներ լուծի։ Այդ դեպքում ինքը չունի համապատասխան տեսակցության սենյակների հետ կապված ուրեմն հնարավորություններ, այսինքն հեռախոսային զանգերին է, նամակագրության հետ կապված լուրջ խնդիրներ ենք տեսնում։ Եվ այդ շարանը, խախտումների շարանը անընդհատ շարունակվում է։ Եվ մարդը մնում է մենակ այդ ամբողջ ուրեմն ուժային համակարգի դեմ, հա? Եվ դրանից հետո մեղադրել քաղաքացիներին, թե գիտեք ինչա, չեք աչակցում, հա, հանցագործությունները շատանում եւ հանցագործությունները շատանում, որովհետեւ հանցագործությունների բացահայտումը հանցագործ եղանակով է իրականացնում։ Մենք խոսում ենք արդարադատության համակարգի առանձնահատկությունների մասին, արդարության նկատմամբ հավատի պակասի մասին։ Ես առաջարկում եմ մեր հաղորդման այս հատվածում անդրադառնալ եւս մեկ խնդրի, որն ուղիղ առնչություն ունի համակարգի հետ։ Խոսքը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անձի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին է։ Ես առաջարկում եմ մեր հեռուստադիտողներին համապատասխան տեսանյութով հիշեցնենք գործի ընթացքը, այնուհետ կշարունակենք մեր զրույցը։
Նիստի սկզբում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեկ անգամ եւս նշեց. Միջնորդագիրը բխում է Civitas հիմնադրամի շահերից եւ որ ինքը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։ Դատախազի այս պատճառաբանությունները սակայն անընդունելի էին ԲՀԿ-ական падգամավորների կողմից։ Ազգային ժողովի падգամավոր Էլինար Վարդանյանը իր ելույթում նշեց. Աղվան Հովսեփյանը կատարում է պատվեր։ Սա քաղաքական հետապնդում է, որն ուղղված է ոչ միայն նախկին արտգործնախարարի, այլև Բարգավաճ Հայաստան կուսակցության դեմ։ Պարտադիր չէ ունենալ իրավաբանական գիտելիքներ հասկանալու համար թե իրականում ինչ է կատարվում։ Սա հնարավոր է իրավապահ մարմինների գրագիտության պակասի արդյունք է։ Ումից է Civitas-ին պաշտպանում գլխավոր դատախազը, նույն Civitas-ից հավելեց Էլինար Վարդանյանը։ Տվյալ դեպքում Վարդան Օսկանյանին գումարը փոխանցվել է բարերար հանձնվանի ցուցումով։ Անօրինական եղանակով ուրիշի գույքին տիրանալու մասին այստեղ խոսք լինել պարզապես չի կարող։ Ավելին, գումարները ծախսվել են հանձնվանի կողմից նշված նպատակին համապատասխան եւ չկա նաեւ տուժող ում իրավունքները խախտել են։ Դատախազի այն պնդումները, թե կատարում են իրենց այսպես սուրբ պարտականությունը եւ պաշտպանում են Civitas-ի շահերը, նույնիսկ շատերի մոտ ծիծաղ առաջացրեց։ Ումից են պաշտպանում Civitas-ին, հենց Civitas-ից։ Ոչ ոք չի շղթում, որ Օսկանյանի անմեղությունն ապացուցվելու է դատական կարգով, որ մեղադրանքը ապացուցում է ոչ թե մեղադրվողը, այլ իրոք մեղադրողը։ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ դատախազն իր այս միջնորդությամբ փորձում է ամրապնդել падգամավորների նկատմամբ իշխանությունների հրահանգով կիրառվող այն արատավոր ավանդույթը, որը պահպանվել է տարիներ շարունակ, եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այն անձն է, ում անվան հետ կապվում է Հայաստանում բոլոր հակաօրինական գործողությունները։ Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը որևէ վստահություն չի տածում դատախազի ոչ պրոֆեսիոնալ, ոչ բարոյական որակների նկատմամբ։ Ելնելով այս ամենից, Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը ամբողջ կազմով չի մասնակցելու քվեարկությանը։ Հանրապետական կուսակցության անդամները սակայն շարունակում էին պնդել, հարցը իրավական հարթությունից պետք է դիտարկել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության այն հայտարարությունը, որ այս ամենը քաղաքական հետապնդում է ըստ ՀՀԿ մամլոխոսնակի իրականությանը մոտ չէ։ Հանրապետականն այս առումով ունի օրինակ։ Ինչ է նշանակում ԲՀԿ-ի նկատմամբ հետապնդում, եթե մենք Գյումրի քաղաքում առաջարկել ենք ԲՀԿ-ի ներկայացուցիչին։ Կարծում եմ մենակ հենց Գյումրի նախադեպը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ի նկատմամբ որևէ քաղաքական ուժի նկատմամբ հետապնդման մասին խոսելը անլուրջ է։ Թե ինչպիսի ռեակցիա ստացանք դալիճից, ինչպիսի տպավորություն ստացանք, ինչպիսի ճշմարտություն հասկացանք, ընկալեցինք, այդպես էլ քվեարկելու ենք, ես այդպես եմ հասկացել։ Օրինաց երկիր կուսակցության ներկայացուցիչները ինչպես միշտ կատարեցին իրենց գործընկերոջ ցանկությունը, այսինքն պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու քվեարկությանը։ Խորհրդարանական մյուս ուժերի ներկայացուցիչները չմասնակցեցին, սակայն հետևեցին քվեարկության ընթացքին։ Եթե գործում հանցավոր նյութեր չհայտնաբերվեն եւ Վարդան Օսկանյանը անմեղ ճանաչվի, պատրաստ է արդյոք ՀՀԿ-ն ներողություն խնդրել Օսկանյանից։ Այս հարցի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. Հանրապետական կուսակցությունը չգիտեմ, բայց ես կխնդրեմ։ Իրենք իրենց տեսակետ ունենք, մենք մեր տեսակետը։ Մենք հենվում ենք իրականության վրա, որ հիմա այսօր գործ կա, գլխավոր դատախազ ներկայացել է խախտումներ, յուրացումներ եւ այլն։ Հիմա գործի ընթացքում կավարտվի, կտեսնենք, եթե մեղավոր կլինի, մեղավոր, եթե ոչ։ Եթե իրոք Վարդան Օսկանյանը մեղավոր չլինի, մենք պատասխան ենք տալու այն մարմինները, ովքեր որ այդ գործընթացը սկսել են եւ իրականությանը չի համապատասխանում։ 71 կողմ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը բավարարեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Այն է նախկին արտգործնախարարին զրկել падգամավորական անձեռնմխելիությունից։ Քվեաթերթիկներից մեկը ճանաչվել էր անվավեր։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիպեկյան, Գալանյուս։ Պարոն Սաքունց, մի առիթով դուք նշել եք, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիություն զրկելու, մեղադրանք առաջադրելու գործընթացները հերթական անգամ ցույց են տալիս, որ մեր երկրում կիրառվում է սելեկտիվ ընտրողական արդարադատություն։ Խնդրեմ ձեր դիտարկումները այս հարցի վերաբերյալ։ Քիչ առաջ մենք խոսում ենք ոստիկանության ընդհանրապես իրավապահ մարմինների պահվածքի մասին, դրա ամենացայտուն դրսևորումը, թե ինչի համար է պետք համակարգը եւ ինչ նպատակներով է այն օգտագործվում, հա, որպես գործիք քաղաքական իշխանության ձեռքին, դրա ամենավառ նոր, հա, թարմ օրինակը հենց հանդիսանում է Վարդան Օսկանյանի ուրեմն գործը։ Ես լավ ուսումնասիրել եմ գլխավոր դատախազի միջնորդությունը, որը ներկայացվել է ազգային ժողով եւ միջնորդության որպեսզի падգամավորական անձեռնմխելիությունից զրկեն եւ վերստին պնդում եմ այդ միջնորդության մեջ որևէ իրավական հիմնավորում, որի հիման վրա կարելի է մեղադրանք
առաջադրել Օսկանյանին որևիցե հոդվածով ես չեմ տեսել։ Միանշանակ եմ ասում։ Բայց երբ որ քաղաքական մեծամասնությունը ազգային ժողովում քաղաքական նպատակահարմարություն ներնելով է համաձայնություն տալիս, որովհետև մյուս գործիքը գլխավոր դատախազն է։ Այսինքն ունեն երկու գործիք, մեկը ձայների մեծամասնություն, մեկը իրավապահ մարմնի, հա, գործիքը, եւ այդ երկուսը շատ հեշտ ու հանգիստ համաձայնեցված սկսում են մարդու նկատմամբ հետապնդում կատարել։ Ես սելեկտիվը նկատի ունեմ, որ նույնիսկ քաղաքական նպատակահարմարության դեպքում էլ իրենց ջանք գոնե մի քիչ դնեն, ջանք դնեն, գոնե իրավական գոնե մի հատ հիմնավորում գտնելու, հա, գրագետ հիմնավոր, որտեղ նման դեստա չեմ խոսափում ասեմ, վերեսին դա իրավական տեսակից անգրագետ փաստաթուղթ է։ Եթե որևիցե մի ուսանող այդպիսի նման հիմնավորում ներկայացնի, նրան երկուս կդնեն։ Նորմալ իրավական բում, ասենք, ինչի մանվրայից դու մարդուն մեղադրում փողերի լվացման մեջ, հա, մտածածին, հա, հարց են ձևակերպում, եւ ինչի համար, որտեղ Վարդան Օսկանյանը արդեն իր մեկնաբանություններով, իր գնահատականներով ակնհայտ ունի ընդդիմադիր կեցվածք այսօրվա իշխանությունների նկատմամբ, որոնց հետ ինքը աշխատել է ժամանակին նույնիսկ եմ կրկնում միջև ուրեմն 2000 թվականի փետրվարյան ընտրությունները, չէ՞, այսինքն դուրս է գալիս հենց ընտրողականությունը կայանում է նրանում, որ իրենք հնարում են մի բան եւ մարդու նկատմամբ մեղադրանք առաջադրելու միջոցով ուզում են լռեցնել, որտեղ իր գնահատականները գործող իշխանությունների բավական հիմնավոր են։ Ես կողմ չեմ այն մոտեցմանը, որ քանի որ ինքը եղել այն շուտ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի իշխանության մաս, ուրեմն հիմա չպետք է խոսա։ Ոչ, պետք է խոսա եւ բոլորը իրանք ունեն խոսել եւ կարծիք արտահայտելու։ Բայց շատ երբ որ դա բարոյական բնույթի հարցերն են բարձրացնում, թեկուզ քաղաքական բնույթի, եւ այդ քաղաքական նպատակահարմարությունից գտնում են, որ մարդու կարծիքը արտահայտելու կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքը պետք է խոչընդոտվի, այ հենց դառնում է նաեւ սելեկտիվ արդարադատության մոտեցումը։ Եվ ես ուղղակի ունեմ մեծ վախություն, որ հերթական անգամ նախագահական ընտրություններից առաջ իրավապահ համակարգը օգտագործվելու է քաղաքական ընդդիմադիրների դեմ։ Պարոն Սաքունց, այս դեպքը միակը չէ եւ մի քիչ ավել կամ պակաս հնչողությամբ նման դեպքերի մենք էլի ենք ականատես եղել։ Ու ոչ միայն քաղաքական գործիչների պաշտոն զբաղեցնող մարդկանց նկատմամբ, այլ նաեւ հասարակ քաղաքացու, որը ունի հստակ քաղաքական դիրքորոշում։ Վկա 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, հաջորդած հետապնդումները, ահաբեկումները, մենք ինչ առաջընթացի մասին կարող ենք այս մթնոլորտում խոսել, որ հաճախ իշխանությունների կողմից բարձրաձայնվում է։ Ձեզ հետ միանշանակ համեմատեմ, ինչու՞մ։ Եթե հանցագործությունները չեն բացահայտվում, եթե հանցագործություն կատարողները պատասխանատվության չեն ենթարկվում, հանցագործությունները միտում ունեն շարունակելու։ Եվ այն իմիտացիան, թե իբր տեսեք 2008 թվականի մարտի 1-ից հետո քաղբանտարկյալները ազատ արձակվեցին, հա, հետապնդումներ չեն եղել, դա սոփեստություն է, դա խաբեություն է, որովհետև նույնիսկ եմ կրկնում, դա ժամանակի մեջ քաղաքական անհրաժեշտությունը չի եղել շարունակելու։ Պետք է ցույց տալ իբր, գիտեք, մենք արդեն ուրեմն փոխվել ենք, հա, բայց հավատացող չկա ինչի համար, որովհետև որևէ քաղբանտարկյալ, որի ազատվել է ներմամբ, համաներմամբ, օրենսդրության մեջ ինչ-որ փոփոխություններ կատարելու, կամ նույնիսկ որոշ շատ բացառությամբ մի քանի դեպքերի, որ իրենք են ներման դիմումը գրել, հա, ոչ մեկը չի արդարացվել Հայաստանի արդարադատության կողմից, չի ճանաչվել անմեղ։ Նրանք բոլորի նկատմամբ կա դատարանի ուժի մեջ մտած որոշում, որ նրան դատապարտեն եւ մեղավոր են ճանաչել։ Այն դեպքում որ նա չի այդ մեղք չունի։ Այսինքն արդարադատությունը չի վերականգնվել։ Իսկ եթե արդարադատությունը չի վերականգնվում, ինքը արդարադատությունը այդ ոչ անարդարադատությունը շարունակում է, որի դրսևորում տեսնում ենք Վարդան Օսկանյանը, այսինքն այստեղ դուք մի նայեք մենակ Վարդան Օսկանյանին, իրապես ճիշտ եք, բայց տնտեսական բնագավառում վերջին հաշվով այդ նույն իրավապահ դատական իշխանությունը օգտագործում է տնտեսական մրցակիցներին, հա, շարքից հանելու եւ մրցակցության դաշտից հեռացնելու։ Խուդոյանի դեպքը, սփյուռքահայ գործարանների մի ամբողջ պլեյադա մարդիկ միլիոնավոր դոլարներ են ներդրում կատարել եւ
ակնհայտորեն նրանց կողոպտել են։ Եվ այդ կողոպտելու վերաբերյալ ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում նույն իրավապահ մարմինների կողմից, քանի որ ես էլ հստակ ասում եմ, որ դա ապացուցում է, որ այդ կողոպուտը գործարանների իրականացվել է բարձր հովանու ներքո։ Իսկ բարձր հովանու ներքո կատարված կողոպուտը շատ ավելի մեծ հանցագործություն է, քան կներեք մի քաղաքացու կողմից կատարած հանցագործությունը, որտեղ նա ունի լիազորություններ, սահմանադրության, թեկուզ ինքը բռնազավթել է իշխանությունը, բայց այնուհետ լիազորությունները փաստացի կիրառում է։ Իսկ այդ լիազորությունները վերաբերում են ոչ թե մեկ քաղաքացու, ինչպես մեկ քաղաքացու դեպքում, ինքը մի հատ լիազորություն դա ինքն է իրան ներկայացնելու, եւ դա հիման վրա ասենք թե կատարում է զանցանք կամ հանցանք։ Դրա վտանգավորությունը դա միայն այդ քաղաքացու եւ կասենք թե այն քաղաքացիների նկատմամբ, որոնց նկատմամբ գործողություն է կատարել, բայց եթե պաշտոնատար անձն է նման հովանավորություն կատարում, դրա հետևանքները եւ դրա ազդեցությունը 1-2 քաղաք ամբողջ Հայաստանի Հանրապետության վրա է տարածվում։ Եվ հերթական անգամ մենք տեսնում ենք, որ այդ ընտրողական արդարադատության կիրառումը ըստ քաղաքական նպատակահարմարության, ըստ տնտեսական նպատակահարմարության, ըստ սոցիալական նպատակահարմարության, անցանկալի անձանց շարքից հանելու նպատակահարմարության, դա շարքից հանում է ամբողջ պետությունը։ Շնորհակալություն պարոն Սաքունց մեզ հյուրընկալվելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել ենք այսքանը, տեսություն կհանդիպենք հաջորդ թիվ։